Արմրադիոյի եթերում 20 րոպե վերլուծական հեղինակային հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Ձեզ հետ է հաղորդման հեղինակ եւ վարող Գևորգ Մելիքյանը։ Բարի երեկո։ Այսօր ես Արմրադիոյի տաղավար եմ հրավիրել Եվրասիա համագործակցություն հիմնադրամի տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանին։ Բարի երեկո, Գևորգ։ Բարի ձեզ։ Սկսենք խոսել ձեր կազմակերպության մասին։ Երբ է այն ստեղծվել, որ երկրներում կան նման գրասենյակներ։ Եվրասիա համագործակցություն հիմնադրամը Եվրասիա հիմնադրամի տեղայնացման արդյունքն է։ Եվրասիա հիմնադրամը ԱՄՆ-ի կողմից Ամերիկայի Միացյալ Նահանգներում ստեղծված կազմակերպություն է 90-ականների սկզբին, որը ստեղծվել է ժողովրդավարություն եւ տնտեսական, ուրեմն շուկայական տնտեսություն աջակցելու համար հետխորհրդային 12 երկրներում եւ ուներ գրասենյակներ, ինչպես եւ Հայաստանում։ Նա, ասենք, եթե համեմատես, դա զուգահեռ տարբերակ էր Սորոսի հիմնադրամին, Սորոսի հիմնադրամը մասնավոր հիմնադրամ էր, բաց հասարակությունների հիմնադրամների ցանցը, իսկ սա հասարակական հիմնադրամ էր ԱՄՆ-ի կողմից ստեղծված։ Այն հիմա էլ գոյություն ունի, բայց գրասենյակները չեն գործում, դրա փոխարեն 15 տարի շարունակ հիմնադրամը ֆինանսավորվում էր ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության կողմից, USAID-ի կողմից, եւ հետո USAID-ի գրանտը եկավ վերջի, դադարեց։ Դա մոտավորապես 2005-7 թվականներին էր։ Եվ այդ պահին, որպեսզի այդ ամբողջ փորձը ձեռք բերված չկորչի, որոշում կայացվեց տեղայնացնել հիմնադրամները։ Ուրեմն մերը կոչվեց Եվրասիա համագործակցություն հիմնադրամ, գրանցվեց Հայաստանում 2007 թվականին եւ գործում է 2008 թվականի հունվարից։ Եվ հիմնադրամի կառույցը հետեւյալն է. Եվրասիա համագործակցություն հիմնադրամը նույն անվամբ նաեւ գրանցված է Վրաստանի օրենքների համաձայն Վրաստանում եւ Ադրբեջանի օրենքների համաձայն Ադրբեջանում, այսինքն հարավկովկասյան հիմնադրամ է։ 3 տեղերում իր ուրեմն գործունեությունը ծավալվում է ըստ տեղական օրենսդրությունների, բայց կապող օղակը այն է, որ տնօրենների խորհուրդը նույնն է, այսինքն նույն անձնավորություններն են, որոնք տնօրենների խորհուրդ են հանդիսանում եւ Հայաստանում, եւ Վրաստանում, եւ Ադրբեջանում։ Դա ստեղծում է որոշակի անհարմարություն, որովհետեւ ուրեմն տնօրենների խորհուրդ չեն կարող ավաղ լինել տեղացիները, հայերը, վրացիները կամ ադրբեջանցիները, որովհետեւ օրինակ Ադրբեջանում կհրաժարվեն ռեգիստրացիա անել հայ ազգանվամբ տնօրենների խորհրդի անդամի։ Ուրեմն միջազգային տարբեր ազգերի ներկայացուցիչներ են, եվրոպական, ամերիկյան եւ նրանք ուրեմն դեսպաններ են, նախկին դեսպաններ, իրավաբաններ, տնտեսագետներ, բիզնեսմեններ եւ այդ կատեգորիայի անձնավորություններ են բավական հանրահայտ։ Օրինակ Հայաստանում բնակվող անդամ ունենք տնօրենների խորհրդի Ջոնաթան Ստարկը, որը Իռլանդիայի պատվավոր հյուպատոսն է Հայաստանում։ Ուրեմն սա միակ կառույցն է Հարավային Կովկասում, որը գործում է ըստ միասնական ռազմավարության Հայաստանում եւ Ադրբեջանում։ Այսինքն մենք գոլեգաներ ունենք Ադրբեջանում, որոնց հետ շատ լավ հարաբերությունների մեջ են գործնական եւ միասին բոլոր հարցերը լուծելով աշխատում ենք։ Ռազմավարական տեսանկյունից դժվար չի ունենալ ադրբեջանական գործընկերների հետ ընդհանրություններ։ Ոչ մի հարցը այդ դժվարություն չի առաջացնում, այսինքն մենք լրիվ ազատորեն որոշում ենք մեր քաղաքականությունը եւ ռազմավարությունը Հայաստանի եւ Հայաստանի շահերի հետ կապված։ Դժվարություններ իհարկե կան, օրինակ դժվարությունները հիմնականում առաջանում են հենց մեր երկխոսային ծրագրերի մեջ, այսինքն երկխոսային ծրագիր անելիս Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև երկխոսություն մենք շատ ենք անում, բնականաբար, եթե այդպիսի կառույց ունես, ապա ինքնին հասկանալի է, որ իմաստ ունի այդպիսի, ուրեմն ինչ-որ խաղաղասիրական երկխոսություններ ծավալել եւ այլն, եւ այդ ծրագրերում պիտի ամեն քայլ համաձայնեցնենք։ Օրինակ մենք ազատ չենք ընտրելու մեր պարտներին Ադրբեջանում, մենք կարող ենք աշխատել միայն այն պարտներների հետ, ովքեր մեր Ադրբեջանի օֆիսը համաձայնություն է տվել, որ նրանց հետ աշխատենք եւ հակառակը։ Այդպիսի կանոններ կան բնականաբար այս դժվարին գործում, որը պիտի մենք ուրեմն հետևենք այդ կանոններին։ Ծրագրերը դուք իրականացնում եք հիմնականում տարածաշրջանային մակարդակով, թե կան նաև տեղական պրոյեկտներ։
Գիտեք, ավանդական Եվրասիան շատ ուժեղ տեղական բնույթ է ունեցել, կամաց տարածաշրջանային կոմպոնենտը ձևավորվել, զարգացել եւ ուրեմն մեծացել է, եւ մենք ճիշտն ասած այդպես քանակային առումով չենք տարբերակում տարածաշրջանային թե տեղական, ուրեմն ունենք հստակ տեղական ծրագրեր, որոնք տարածաշրջանային ելք չունեն, բայց մյուս կողմից ինչը որ հնարավոր է, մենք կոմբինացիոնում ենք տեղականը տարածաշրջանայինի հետ։ Օրինակ, ասենք բացի բուն երկխոսություն ծրագրից, որ ունենք Հայաստան-Ադրբեջան երիտասարդական երկխոսություն, կամ Հայաստան-Թուրքիա մեծ ծրագիր ունենք, բացի դրանից մենք ունենք մի այդպիսի ծրագիր, որը տեղական է եղել, կոչվում է երիտասարդական բանկ եւ հիմա էլ կա։ Դա երիտասարդների համար հնարավորություն ստեղծել, որ նրանք իրենց համայնքներում փոքր հեռավոր համայնքների գյուղերի համար է այդ ծրագիրը եւ այնտեղ մասնակցում են այն երիտասարդները, որոնք առանձնապես կարող է եւ բարձրագույն կրթություն չունենան, անգլերեն չիմանան, այսպես տեղի բնակչության համար, որ իրենք կարողանան տեղում իրենց համայնքներում ինչ-որ հարց լուծել, ինչ-որ լավ աշխատանք կատարել եւ դրան հնարավորություններ տրվել։ Դա մեծ տեխնոլոգիա է, մենք դա տրեյնինգ ենք անում եւ այլն։ Հիմա այդ ծրագիրը, որը ստեղծվել է ժամանակին Հարավային Իռլանդիայի մի կազմակերպության կողմից, գոյություն ունի եւ Հայաստանում, եւ Վրաստանում, եւ Ադրբեջանում, եւ ասենք Ռուսաստանում լրիվ ուրիշ կողմից, եւ Բալկանյան մի շարք երկրներում, եւ կամաց դառնում է շարժում, երիտասարդական շարժում աշխարհով մեկ։ Եվ բնականաբար, քանի որ մենք ունեինք առանցայտել ինքնին ներքին զարգացող այդ ծրագրերը 3 երկրներում, մենք սկսեցինք երբեմն նաև նրանց հանդիպումներ կազմակերպել, նրանց փորձի փոխանակում իրագործել եւ այլն եւ այլն։ Եվ իմիջիալոց մի բան էլ ավելացնեմ, որ դա այն ծրագրերից մեկն է, որի մեթոդաբանությունը հայկական օֆիսը տրամադրել է նաև Թուրքիայի որոշ գործընկերների եւ Հայաստանից, այսպես ասած, սերմը գնացել է Թուրքիա եւ այնտեղ նույնպես ստեղծել են նմանատիպ ծրագիր։ Գեորգ, ինձ միշտ հետաքրքրել է նման տիպի կառույցներում գաղափարը, ենթադրենք ունենալու այսպիսի կամ այնպիսի ծրագիր, գալիս է մայր գրասենյակներից, թե տեղում դուք առաջարկներ եք անում, թե դա համատեղ զուգահեռ աշխատանքի արդյունք է։ Մայր գրասենյակ, ինչպես ասացի, կան 3 մայր գրասենյակներ։ Եվրասիան այլևս դες հետ Եվրասիան մեր դոնորն է, մնում է մինչև հիմա, ավելի սահմանափակ իմաստով, եւ այդ իմաստով այնքան ազդեցություն ունի, որքան այլ դոնորները։ Մենք նաեւ ուղիղ միջազգային զարգացման գործակալությունից ունենք գրանտ եւ ունենք, ասենք, բրիտանական կառավարությունից, ֆինլանդական եւ այլն եւ այլն։ Այսպիսով որպես դոնոր, իհարկե դոնորի ազդեցություն ունի այն առումով, որ պիտի ինքը ունենա գիծ այսպիսի, հա, բյուջետային, այսինքն դիմելուց դու արդեն հաշվի ես առնում, թե ինչը կֆինանսավորի, ինչը ոչ, բայց մեր ռազմավարությունը մենք ենք որոշում, ուղղակի հետո ազդում է փողը կա թե չկա այդ ռազմավարությունը անելու կամ ինչքան փող կա, որ ինչքանով այդ ռազմավարությունը իրագործես։ Ինչ չափանիշներով եք ընտրում այն կազմակերպությունները, որոնց դուք տարից եք դրամաշնոր։ Պետք է նաև բացատրել, թե մեր դրամաշնորհային քաղաքականությունը ինչպես է փոխվել այս տեղայնացման գործընթացի հետ կապված։ Բանն այն է, որ Եվրասիան, ինչպես եւ այո Սորոսի հիմնադրամը, ասենք երկուսն էլ կարևոր դեր էին կատարում այն իմաստով, որ փոքր դրամաշնորհներ էին տրամադրում շատ հասարակական կազմակերպությունների։ Եվ տարիների ընթացքում իհարկե նաև ծրագրեր էր կատարում Եվրասիան, բայց դա եղել է ավելի սահմանափակ, քան հիմա։ Հիմա դառնալով մենք փաստորեն անկախ կազմակերպություն, մենք պիտի ինքներս ֆանդրեյզինգ անենք, մենք ապրում ենք այն դրամաշնորհը, որ մենք ենք ստանում։ Եվ դրամաշնորհ հատկացնելը մեզ մոտ դարձել է լծակ մեր ծրագրերը իրագործելու համար։ Մենք համարում ենք, որ դա շատ կարևոր know-how է, որովհետև մաքուր թափանցիկ սկզբունքներով ենք դրամաշնորհներ հատկացնում եւ շատ մեծ փորձ ունենք եւ գիտենք ՀԿ-ների դաշտը եւ այլն եւ այլն։ Ուրեմն դրա համար, երբ մենք դիմում ենք մեծ գրանտ ստանալու համար, որևէ խոշոր դոնորի, որը կարող է մեծ ֆինանսավորում տրամադրել, մենք միշտ այնտեղ նշում ենք նաեւ ազատ դրամաշնորհներ տալու հնարավորություն, եթե դոնորի սկզբունքներին դա չի հակասում, որտեղ կան որոշ դոնորներ, որոնք չեն ուզում, որ երկրորդային դրամաշնորհ տրվի։ Եթե այդ դեպքը չի, ապա ուրեմն անցյալ տարի օրինակի համար մենք ստացանք SIDA-ից, Շվեդիայի միջազգային զարգացման գործակալությունից շատ խոշորածավալ գրանտ, որը մեր բոլոր ծրագրերը ֆինանսավորել օգնեց եւ նաեւ $200,000 չափ փող հատկացրեց ազատ դրամաշնորհներ տրամադրելու համար։
Այդ փուլում մենք ունենք որոշակի գործառույթներ, սկզբունքներ, որոնք բոլորը մեր վեբկայքում կան, ես խորհուրդ եմ տալիս ուղղակի գտնել Եվրասիա համագործակցություն հիմնադրամ վեբկայքը եւ այնտեղ դիտել թե դրամաշնորհների տալու սկզբունքները որոնք են եւ որպես լծակ արդեն դա այն չէ, որ մենք տալիս ենք դրամաշնորհ որևէ հասարակական կազմակերպությանը ուղղակի գոյատևելու համար, իր սովորական գործունեության համար։ Մենք տալիս ենք դրամաշնորհներ, որոնք պիտի համապատասխանեն մեր ռազմավարություններին, մեր հետաքրքրություններին, շահերին, եւ օրինակ այն սկզբունքները, որ անցյալ տարի են իրագործվել, որոնց հիման վրա են տրվել անցյալ տարի դրամաշնորհները, այն օրինակ ինովացիոն կոմպոնենտ պիտի լինի ծրագրի մեջ։ Երկրորդը դա պիտի լինի առանձին անկախ ծրագիր, ոչ թե ինչպես ասացի կազմակերպության սովորական գործունեությունը։ Երրորդը դա պիտի լինի այնպիսի ծրագիր, որ եթե այլևս հետագայում դրամաշնորհի հնարավորություն չեղավ, միևնույնն է հենց այդքանով ինչքանով որ տվյալ ծրագիրը արվել է, արդեն հաստատ էֆեկտ ունենա։ Ու դա սկզբունքներից որոշակիներն են։ Ասենք բնականաբար կան նաև այլ սկզբունքներ, կան նաև այն սահմանափակումները, թե ինչին մենք չենք տալիս դրամաշնորհ։ Օրինակ բժշկական գործունեության հետ կապված, բժշկական սարքավորումներ գնելու վերաբերյալ, քաղաքական կուսակցություններին եւ այլն, կան նաև այդ ամենը շատ լավ շարադրված է մեր վեբկայքում։ Դուք լսում եք 20 րոպե վերլուծական հեղինակային հաղորդում Արմրադիոյի 107 FM-ի եթերում։ Այն վարում եմ ես Գևորգ Մելիքյանս։ Այսօր Արմրադիոյի տաղավար եմ հրավիրել Եվրասիա համագործակցություն հիմնադրամի տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանին։ Կա կարծիք, որ Հայաստանում հասարակական կազմակերպությունները, կարելի ասել այսպես, բաժանվում են երկու մասի՝ գրանտակեր եւ ոչ գրանտակեր։ Արդյոք համաձայն եք նման ձևակերպման հետ եւ ունեք վերահսկման որոշակի մեխանիզմներ, այո։ Այո, իհարկե։ Նախ մեր փորձը կա կազմակերպության, որ երկար տարիներ կուտակել է արդեն եւ տեղեկությունների պաշար ունենք շատ մեծ։ Երկրորդը մենք ապրում ենք այս հասարակության մեջ եւ ընդհանրապես տեղայնացման գործընթացը շատ բաներ նշանակում։ Այստեղ հարցը այն չէ միայն որ գրանտակեր են եւ ոչ գրանտակեր կազմակերպությունները, հարցը այն է, որ եթե նայում եք Հայաստանի միջազգային զարգացման չափանիշներին համապատասխան զարգացումը, մենք բոլորս գիտենք ինչ մեծ խնդիրներ ու խոչընդոտներ կան։ Այսինքն եթե նայում եք այսօրվա օրով շրջաններում գտնվող նույնիսկ շրջանային մայրաքաղաքներում գտնվող մի շարք հկաների, տեսնում եք, որ նրանք տարիներ շարունակ չեն զարգացել, չնայած գրանտեր միշտ ստացել են։ Ասենք վերանորոգված չի տարածքը, ձմեռը ցուրտ է այդ տարածքում։ Եվ մտածում ես ինչու՞մն է պատճառը։ Ուրեմն ինչ որ մի խնդրեմ կա, որ միջազգային զարգացման այդ ամբողջ օգնությունը այս երկրին եկող չի հասել իր հիմնական նպատակին։ Եթե դու ձմեռը գնում ես մի որևէ շրջանային քաղաք եւ այնտեղ սեմինար անցկացնելը շատ դժվար է, պիտի վերարկուներով նստեն, բնականաբար դա դառնում է ֆորմալ։ Ուրեմն հարցը այդքան գրանտակերությունը չի, ինչքան այն, թե որքանով է հասարակական սեկտորը նվիրված իր սկզբունքներին ծառայում եւ գործանում։ Մենք քաղաքացիական հասարակության մաս ենք եւ որպես այդպիսին մենք ամեն մեր ծախսածի համար պատասխանատու ենք ոչ միայն դոնորին, այլև ամբողջ հասարակությանը։ Դրա համար մենք շատ թափանցիկ ենք, անընդհատ ԶԼՄ-ներով հաղորդում ենք, թե ինչ ենք անում։ Այսպիսի մի բան ասեմ, էլի, այսինքն եթե հիմա ես փողոց եմ դուրս գալիս եւ տեսնում եմ, որ փողոցում ինչ որ մեկը թողել է ինչ որ աղբ փողոցի մեջտեղը։ Ես կապ չունի նախարար եմ, թե ՀԿ-ի ղեկավար եմ, թե ով եմ, թե մարդ եմ, ես այդ աղբը երևի կվերցնեմ, աղբամանի մեջ կգցեմ։ Այո, որպես քաղաքացի։ Հա, որպես եւ դա կլինի քաղաքացիական հասարակության անդամի արարք։ Հիմա ես անձամբ Գևորգ Տեր-Գաբրիելյանս եւ մեր ամբողջ կառույցը եւ մեր բոլոր գործընկերները փող ենք ստանում, շատ հաճախ աշխատավարձ ենք ստանում այդ գործընթացը իրագործելու համար։ Դա նշանակում է, որ այն, որ ուրիշները ձրի են անում, մենք դրա դիմաց փող ենք ստանում։ Դրանով մեր պատասխանատվությունը շատ է բարձրանում եւ մենք շատ կարեւոր ենք համարում, որպիսի լավագույն ծրագրերը ընտրենք, քիչ ծրագրեր ենք ֆինանսավորում եւ ֆինանսական պատճառներով եւ այն պատճառով, որ քիչ կան կազմակերպություններ կամ անհատներ, մեզ մոտ կարող են անհատներն էլ ստանալ դրամաշնորհի միջալուց, դա էլ մենք երկար պիտի օրենքները եւ այլն դիտարկենք, տեսնենք թե դա ինչպես է արվում, դա համարվում է անհատական ուրեմն շահույթ եւ դրանից հարկեր են վճարվում եւ այլն, բայց կա այդ հնարավորությունը, բայց քիչ կան այդպիսի անձնավորություններ ու
կառույցներ, որոնք այն համապատասխանում են այն չափանիշներին, որ նրանց կարող է այս դրամաշնորհը հատկացնել, նրանք լավ գործ կկատարեն եւ լավ արդյունք կլինի։ Բայց այդ քչությունն էլ համեմատական բան է։ Ես հիմա եթե նայենք, օրինակ անցյալ տարի մենք տվել ենք մոտ 100-120 դրամաշնորհ, $50 չափից մինչև մի քանի $100,000 չափը։ Այսինքն այդքան էլ քիչ չեն իրականում այդ։ Պետք է ուղղակի գտնել եւ հետները լավ աշխատել։ Եվ վերջինը ասեմ նաեւ այդ ասացի գրանտակեր, այդքան գրանտակերը չի խնդրեմը, ինչքան այն որ միջազգային կազմակերպությունները անվանում են գոնգո։ Այսինքն կառավարության կողմից ստեղծված հասարակական կազմակերպություն։ Դա համընդհանուր երևույթ է հատկապես հետսովետական, հետխորհրդային շրջանում։ Այսինքն արաբական երկրներում կամ Թուրքիայում շատ դժվար է գոնգո գտնել։ Իսկ Եվրոպայում շատ կան, որոնք օֆիցիալ գոնգոներ են։ Հիմա հետխորհրդային շրջանում, տեսնելով թե ինչ մեծ նշանակություն ունի միջազգային օգնությունը եւ հատկապես քաղաքացիական հասարակությանը եւ ՀԿ-ներին հատկացվող օգնությունը, մեր մոտ խելոք են մեր կառավարությունները, կարող է կոռումպացված լինեն, բայց շատ խելոք են, շատ հմուտ են։ Իրենք այնպես արեցին, որ մի շարք ՀԿ-ներ ռեգիստրացիա արվեցին ժամանակին վերջին 10-15 տարվա ընթացքում իրենց կնիկներով, իրենց ստորագրություններով, դա մեկի եղբայրն է, մյուսի այս ազգականը, այն եւ այլն եւ այլն։ Ու իրենք պատրաստ կանգնած են, եթե հանկարծ ինչ-որ հնարավորություն եղավ փող ստանալու, իրենք միշտ կարող են գալ ու ասել, ահա մենք կանք, մենք այսպիսի պրոֆիլ ունենք, խնդրում ենք մեզ փողը տվեք։ Բայց հենց այդտեղ է, որ մեր ուրեմն չափորոշիչներն են ներս գալիս եւ մենք միշտ հատկացումները կատարում ենք մեր խորհրդակցական կոմիտեների միջոցով։ Այսինքն միշտ ցանկացած դրամաշնորհ պիտի խորհրդակցական կոմիտեն քննարկի եւ ձայների մեծամասնություն լինի կամ որոշակի թվային ուրեմն համակարգով հատկացվում է այդ դրամաշնորհը, այսինքն դա հասարակական ակցիա է տեղի ունենում, այդպիսով մենք ապահովում ենք, որպեսզի այդ վիճակների մեջ չընկնենք։ Իսկ դրամաշնորհների տրամադրման ժամանակ կան կոռուպցիոն ռիսկեր։ Ինչպես է, ինչ մեխանիզմներ է կիրառում նվազեցնելու այդ ռիսկերը։ Գիտեք ինչ, շատ փոքր են կոռուպցիոն ռիսկերը, որտեղ մեր դրամաշնորհի գերագույն մեծամասնությունը փոքր է իր մասշտաբով, այսինքն $10,000, $20,000 մաքսիմալ դրամաշնորհ են մեծամասնությունը, չհաշված մի քանիսից, որոնք հատուկ դեպք են այդ մեծ դրամաշնորհները։ Ուրեմն կոռուպցիոն ռիսկեր նախ կարող են լինել մեր սեփական օֆիսում եւ երկրորդը կարող են լինել դրամաշնորհ հատկացնելուց։ Դրա համար մենք ունենք ներքին ընթացակարգ եւ մենք ունենք այդ ընթացակարգը ձրի տրվում է էլի մեր վեբկայքում էլ կա եւ կարելի է ստանալ ցանկացած դիմումի դեպքում շատ մանրամասն թե ինչ անել եւ ինչպես անել։ Իրականում 4-5 տարվա ընթացքում ես դիտարկել եմ, երբ եկա, երբ ինձ հրավիրեցին ղեկավարել այս կառույցը, հենց այն պահից ինչ նա տեղայնացվում էր, հենց տեղայնացման process-ը ղեկավարելու։ Ես համոզվեցի, որ մաքուր կառույց է եւ հիմնականում ՀԿ-ներին ոչ մի կոռուպցիոն ռիսկի հետ կապված իրադրություն չի ստեղծվել վերջին 4 տարիների ընթացքում։ Ընդհակառակը մեր բյուրոկրատիան, մեր թղթաբանությունը այնքան շատ է, այնքան մեծ է, որ դա խանգարում է ծրագրի լավ իրագործմանը, այսինքն վստահություն չկա եւ flexibility, ճկունություն չկա։ Աշխատավարձերը շատ ցածր էին։ Մենք մի շարք հարցերում ավելի ճկուն ենք դարձրել մեր համակարգը։ Եվ կոռուպցիոն ռիսկերը մեկ է հաղթահարվում են ու փաստորեն երբևէ ոչ մի այդպիսի հարց չի առաջացել, որովհետեւ պատկերացրեք, որ մեր կազմակերպությունը տարեկան մոտ 8 աուդիտ է անցնում։ Ուրեմն տեղական հայկական աուդիտը, ամերիկյան աուդիտը ըստ ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության, Եվրասիա համագործակցության ներքին աուդիտը, Եվրասիա հիմնադրամի աուդիտը, լինում է այլ դոնորի աուդիտը, օրինակ հենց նոր մենք անցանք Շվեդիայի զարգացման գործակալության աուդիտը։ Դա եղավ 5։ Մի երկու հատ էլ առանձին ծրագիր դոնորները պահանջում են աուդիտ, ուրեմն 5, 6, 7 հատ աուդիտներ են անցնում տարեկան։ Եվ եթե մեր գործընկերներից մեկը ինչ որ հարց առաջացավ կամ իրենց դրամաշնորհը նշանակալի է, ասենք 50-60 հազարից մեծ, կամ երկու անգամ միանգամից իրար հետևից դրամաշնորհ է, մենք միշտ հնարավորություն ունենք պահանջելու, որ նրանք էլ աուդիտ անցնեն։ Այնպես որ մինիմիզացրել ենք, չնայած միշտ պետք է զգույշ լինել, դրա համար մենք նաև տրեյնինգներ ենք անում, մենք ունենք նաև հակակոռուպցիոն ծրագիր։ Մենք ինքներս անընդհատ մտածում ենք դրա մասին։ Մենք ունենք տրեյնինգների համակարգ, ինչպես խուսափել կոռուպցիոն ռիսկերից։ Մենք ունենք ներքին ընթացակարգ, որը օրինակ պահանջում է, որ եթե ես ասոցացված եմ մեկ որևէ այլ ՀԿ-ի հետ,
ես պիտի ամեն տարի լրացնեմ ուրեմն շահերի կոնֆլիկտի, շահերի բախման մի թերթիկ, որտեղ նշեմ, թե ինչ այլ կազմակերպության հետ եմ ես ասոցացված։ Եվ այդ կազմակերպությունը շատ բացառիկ դեպքում կարող է մեզանից դրամաշնորհ ստանալ, եթե ստանալու լինի, ես պիտի հրաժարվեմ որևէ գործ ունենալ դրա հետ։ Բարեկամներ, ազգականներ իրավունք չունենք աշխատանքի հրավիրել, իրավունք չունենք բարեկամներին, ազգականներին դրամաշնորհ հատկացնել եւ այլն եւ այլն։ Գեորգ, եւ իմ վերջին հարցը, խնդրում շատ հակիրճ, որոնք էին այն գերակաղությունները, որոնք դուք ունեք 2011-ին եւ տրամադրում եք դրամաշնորհերի, որոնք են լինելու 2012-ին։ Հնարավոր է հակիրճ, որովհետեւ չեն փոխվում, այսինքն մենք ունենք հիմնական գերակաղությունները, դրանք ուրեմն տարածաշրջանային հայ-թուրքական, հայ-ադրբեջանական խաղաղասիրական ուղղություններ են, որոնք մնում են, ԶԼՄ-ների հետ ծրագիրը, այլընտրանքային լրատվական միջոցների վերաբերյալ, որ անում ենք Internews-ի հետ, ԱՄՆ-ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ, երիտասարդական մեր ծրագիրը, որի մասին ասացի, հիմնական ուղղությունները դրանք են եւ բացի դրանից ելի կունենանք բացդռների հնարավորություն այլ ասպարեզների համարել, հակակոռուպցիոն ասպարեզի եւ այլն եւ այլն։ Շնորհակալություն, Գեորգ։ Խնդրեմ։ Եթերում էր Arm Radio-ի 20 րոպե վերլուծական հեղինակային հաղորդումը, այն վարեցի ես Գևորգ Մելիքյանս։ Այսօրվա իմ հյուրն էր Եվրասիա համագործակցություն հիմնադրամի տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը։ Հաղորդման այս թողարկումը նվիրված էր Եվրասիա համագործակցություն հիմնադրամին եւ Հայաստանում նրա գործունեությանը։ Հաղորդման ձայնագրությունը կարող եք ունկնդրել նաեւ այցելելով YouTube, Facebook եւ Twitter կայքեջերը եւ փնտրելով Arm Radio FM 107։ Կհանդիպենք, իսկ դուք մնացեք Arm Radio-ի հաճախականության վրա։